Ջերմուկ քաղաքում անցկացվել է Ջերմուկ 2026 անվտանգության հարցերով միջազգային համաժողովը, որը կազմակերպել է Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Համաժողովը ներառել է լիագումար և պանելային քննարկումներ, սոցիոլոգիական տվյալների ներկայացում և համագործակցության հուշագրերի ստորագրում։ Կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանն իր ողջույնի խոսքում շեշտել է համաժողովի խորհրդանշական լինելը։ Ես ուրախ եմ հայտարարել, որ այսօր հենց այստեղ սահմանագծի վերածված Ջերմուկ քաղաքում մենք սկսում ենք գործի վերածել մեր ծրագրերը։ Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հրատապ են։ Մենք ժամանակ չունենք սպասելու։ Եվ սկսում ենք գործել հենց այսօր։ Անում ենք առաջի քայլերը, ուղղված ուժեղ խաղաղության հաստատմանը։ Միջոցառման ընթացքում կուսակցությունը հուշագիր է ստորագրել հոլանդական անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS ընկերության հետ։ Կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար հետախույզ գնդապետ Արթուր Ավանեսյանի խոսքով սա ուժեղ խաղաղության առաջին քայլն է։ Մենք ընդլայնելու ենք մեր համագործության շրջանակները։ Հայաստանին պետք է նոր և ուժեղ առաջնորդ։ Եվ ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ և ուժեղ խաղաղություն։